Թե ասա 15 տարի կողդ չէի, հերիք չէ, որ 10 օրով էլ բախտիցս հետ ես պահում, այ մեր։ Որ պիտի 10 օր նստեմ, սիրուց նիհարեմ, հենա 10 օրում տեղ կհասնեմ, տանկանի կլնեմ։ Ես մերս հաստատ կատակ արեց ու չիմացավ ինչ ասեց։ Հələ չի էլ կողնորոշվում, թակ տղա ու էննել հարուստ։ 10 օր նստեմ, վայ ապրի երազարը, որ իմ սրտով խոսեց։ Ով գիտի, մադյամից քանան, այս շորորացող ուխտերով քանի ամսում կհասնեմ։ Դե դժվար է տեղ հասնելն է, այնտեղ արդեն գործն իր հունո կեթա։ Բա, աղջիկներ ջան, պսակվելու խաթր, այսինչ բաներ էլ պիտի անեք, որ ձեզ հավնեն, տանկնիկ դարձնեն։ Աղջիկը մի անգամ չարչարվեց, զատոսախ կյանքով վայելեց, ու որ աստծո սրտով որ է թակ, Տերը մի եղիազարել ձեզ համար կուղարկի ու կօրհնի ձեզ ձեր խոնարհության համար, որտև ով Աստծո առաջ խոնարեցնում է իրան, Տերն էլ տեսնելով քո խոնարհությունը, կուշտ ուզածը փեշերը կլցնում։ Թե ծնողի եւ թե ցանկացած մարդու սրտով որ գնացիր, ուրեմն հաստատ իմացիր, որ օրհնելով օրհնվելու ես ու քո կյանքը Աստվածը տնօրինելու, որտեղ միայն քո խոնարհությամբ Աստծո սիրտը կշահես, որտեղ Տեր Աստված տեսնելով քո խոնարհությունը բոլոր աղջկերանցից քեզ ավելի կօրհնի։